Եվ երկրորդ փուլում էականորեն մենք ընդլայնեցինք ներգրավվածությունը եւ արդեն 20 գումարած 20 ձևաչափով տեղի ունեցան հանդիպումները։ Նորից սկզբից ադրբեջանական կողմը այցելեց Հայաստան, այս անգամ արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատված ժամանագծված հատվածով անցնելով բոլոր ուրեմն համապատասխան ընթացակարգերը անձնագրային մաքսային վերահսկողություն մուտք գործեց Հայաստան եւ նմանատիպ ճանապարհով նաեւ մենք ուրեմն այցելեցինք Ադրբեջան, նորից սահմանազատված ժամանագծված հատվածով անցնելով բոլոր համապատասխան սահմանային ընթացակարգերը։ Մի քանի միտք, որ ես կուզեմ արտահայտել, որից հետո կխնդրեմ գործընկերները շարունակեն։ Ես կարծում եմ, որ ինքը փաստը, որ տեղի ունենում այս ֆորմատով 4-րդ հանդիպումը եւ կա հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք չենք կարող այս հարթակից, այս ֆորմատից ունենալ իհարկե այսպես գերադրական ինչ-որ աստիճանի ակնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղաքահասարակության մեդիա ներկայացուցիչների 4 հատ հանդիպման արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց ինքը փաստը, որ այդ հանդիպումները տեղի ունենում, դրանք ընդլայնվում են, դրանք շարունակվում են, ես կարծում եմ բավականին կարևոր են։ Երկրորդ միտքը, որ ուզում եմ արտահայտեմ, դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչի մենք չպետք է գնանք Ադրբեջան եւ ինչի ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Կապված օրվա հետ, կապված հենց այցելության հետ, կապված բովանդակության հետ, կապված ձևի հետ, կապված հայտարարության հետ, նորից եմ կրկնում, հարյուրավոր պատճառներ կարող ենք նշել, թե ինչու այս փոխադարձ այցելությունները պետք է տեղի չունենան, եւ ես կարող եմ ընդհանրապես մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան, որովհետեւ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը եւ ինչ որ չափով աջակցում են նաեւ երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարությունը նորից գիտեք, որ Ծաղկաձորում ուրեմն հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի պետական պաշտոնյաների հետ, Ադրբեջանի տեղի ունեցել իրենց պետական պաշտոնյայի հետ հանդիպում, երկու երկրների ուրեմն պետական պաշտոնյաներն մեզ վստահեցնում են, մեզ ուրեմն տեղեկացնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է։ Ու սա երևի թե կարևոր է, որովհետև մենք շատ հաճախ խոսելով դետալներից, շատ հաճախ խոսելով process-ից, շատ հաճախ խոսելով ուրեմն մեր ամենօրյա լրահոսից ընդհանուր պատկերը ինչ որ չափով լողոզում ենք կամ մոռանում ենք։ Սա ասելով երրորդ ուրեմն միտքը, որ ուզում եմ արտահայտել, մեզ շատ հաճախ մեղադրում են, չգիտեմ, մոռացության, ներելու, ուրեմն, չգիտեմ, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու։ Ես ուզում եմ, թեպետ սրա մասին բազմիցս ենք խոսել, բայց եւս մեկ անգամ այս հարցին անդրադառնալ, խաղաղության կամուրջ նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը արկա նարատիվների, արկա պատմության, արկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի այն թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես եւ չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել չհաջողելու վերաբերյալ, որովհետեւ դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Մի բան ուղղակի հաստատ է, որ թե մեր աշխատանքը, թե մնացած ուրեմն աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության ուրեմն հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն հաջողության, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու։